Մեծ առաքելության հիմքում միշտ ամուր գաղափարն է։ Այդ ամուր գաղափարը կիսող մի խումբ երիտասարդներ 2024-ին մեկտեղվեցին ստեղծելու մի հարթակ, որը կդառնա հայկական օրակարգի, քաղաքակրթության եւ արժեքների ձայնը ողջ աշխարհում։ Դրվեց բազմալեզու միջազգային լրատվական վերլուծական գործակալության հիմքը՝ Reopen Media-ի գաղափարը։ Նպատակն էր թափանցիկ, վերլուծահեն եւ ստուգված տեղեկատվություն տարածել Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ, շեշտը դնելով հայկական քաղաքակրթության ու պետականության հարատևման վրա։ Անհավանական էր թվում։ Հայաստանում որևէ մեկը չէր նախաձեռնել նմանօրինակ միջազգային լրատվական ռեսուրս ստեղծելու գործ, սակայն քանի որ կա հստակ տեսլականը, մնում էր միայն գործել։ Հայաստանը 5 տարվա հեռանկարում պետք է ունենա առնվազն 10 լեզվով հեռարձակող միջազգային գործակալություն, որը պետք է ծածկի շուրջ 1 միլիարդանոց լսարան ողջ աշխարհում եւ մշտական թղթակցային ներկայություն ապահովի աշխարհաքաղաքական ամենաառանցքային կենտրոններում, տեղավորվելով միջազգային ամենախոշոր մեդիա գիգանտների կողքին, ու այս ամենը հայկական օրակարգերը աշխարհի հետ կիսելու համար։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տեղեկատվական հոսքերը ոչ միայն լուսաբանում, այլև հաճախ ձևավորում են նոր իրականություն։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հիբրիդային պատերազմները վաղուց դարձել են միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական գործընթացների անբաժանելի մասը։ Այս համատեքստում մեդիան ստանձնում է ոչ միայն իրազեկողի, այլև ազգային անվտանգության ու պետական շահի պաշտպանության կարևորագույն դերակատարում։ Հենց այս գիտակցումն էլ հիմք հանդիսացավ մտորելու միջազգային չափանիշներին համապատասխանող բազմալեզու լրատվական վերլուծական կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին։ Ինչպես հանգեցինք այս գաղափարին եւ որոնք էին այն առաջին հիմնարար քայլերը, որոնք երազանքը սկսեցին վերածել շոշափելի իրականության։ Այժմ կտեսնենք, թե ինչպես դրվեց Reopen Media-ի հիմնաքարը առաջին գրասենյակից մինչև թիմի միջուկի ձևավորում։ 1 միլիարդանոց լսարան ծածկելը ողջ աշխարհում հեշտ գործ չէ։ Սկզբում գոնե 1 միլիոն բաժանորդ պիտի հավաքես, բայց 2 հոգով դրան հասնելը անհավանական է։ Տեղ է պետք, աշխատակազմ, ու առաջին քայլը գրասենյակ վարձելն էր։ Հետո առաջին համակարգիչները, առաջին տեսախցիկներն ու միջազգային մեդիային հարիր որակ ապահովելու համար այլ հեռուստատեխնիկա։ Յուրաքանչյուր ձեռքբերում փոքրիկ հաղթանակ էր։ Յուրաքանչյուր ձեռքբերում ինստիտուտի կայացման հիմք։ Բայց նման գործում կարևորը մարդիկ են, ոչ թե տեխնոլոգիաները։ Արժեքներ կիսողները հետզհետե հայտնվեցին տեսադաշտում։ Մեզ պետք էին խիզախ, առաջնորդող, ուսալի, բեկում բերող ու պրոդուկտին բացառիկություն հաղորդող մարդիկ, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը վեր էր ամեն ինչից, անգամ սեփական անձից։ Մարդիկ, որոնց համար ծառայությունը հայրենիքին ավելին է, քան ինչ-որ պաթետիկ ճառ։ Շուտով մեր առաջին ու փոքրիկ գրասենյակը դարձավ գաղափարների եւ ստեղծարար մտքերի կենտրոն։ Այստեղ մենք բուռն քննարկում, բանավիճում ու հղկում էինք նախագիծը, մշակում ռազմավարություններ ու ձևավորում Հայաստանի միջազգային ձայնի տեմբրը, տեմպը, ոճն ու բառամթերքը։ Ցանկացած հավակնոտ նախաձեռնության հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն ներքին ներուժով, այլև հուսալի գործընկերների եւ համախոհների լայն շրջանակի առկայությամբ։ Մեդիա ոլորտում, որտեղ գաղափարների փոխանակումն ու ռեսուրսների համատեղումը կենսական նշանակություն ունեն, ռազմավարական համագործակցությունները դառնում են զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Reopen Media-ն իր գործունեության հենց սկզբից առաջնորդվել է այս սկզբունքով, ձգտելով կառուցել ամուր եւ փոխշահավետ կապեր, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ինչպես մեր թիմը սկսեց ձևավորել իր գործընկերային ցանցը, ինչպիսի առաջին շոշափելի հաջողություններ արձանագրեց այդ ճանապարհին, եւ ինչպես այդ գործակցությունը ոչ միայն ամրապնդեց մեր վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այլև ուրվագծեց մեր հետագա զարգացման հեռանկարներն ու նոր հորիզոնները։ Միջուկը կար, բայց ինչպես ներսում մեկ ձեռքով ծափ չես տա, այնպես էլ դրսում միայնակ չես հաջողի։ Սկսվեցին հանդիպումներ արդեն ոչ թե ուղղակի գաղափարակից անհատների, այլև գաղափարակից կառույցների հետ իրական գործընկերություն ու համախոհություն ապահովելու համար ամենուր։ Համախոհներ ունեինք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Պարզվեց, որ այն ինչ մենք արդեն ձևավորում էինք, վաղուց արդեն ծնվել էր իբրև գաղափար բազմաթիվ այլ անհատների մոտ աշխարհի տարբեր գաղթօջախներում։ Բայց չկային կապող ու պետք էր միայն հայտնվել կամուրջ դառնալու համար բոլորի միջև։ Սակայն միայն արտերկիրը չէր, որ պիտի ձևավորեր ազգային ցանցը, այլև մարզերը։ Մեր նպատակն էր կապել միմյանց մի գաղափարի շուրջ ոչ միայն Սփյուռքի հայերին, այլև Հայաստանի մարզերն ու
Մարտունիում աշակերտների համար կազմակերպված միջոցառումը դարձավ մեր սոցիալական պատասխանատվության առաջին քայլը։ Ժամանակակից մեդիա ոլորտը դինամիկ զարգացող միջավայր է, որը մշտապես պահանջում է նոր գիտելիքներ, թարմ հմտություններ եւ նորարարական մոտեցումներ։ Այս պայմաններում ոլորտի զարգացումը անմիջականորեն կախված է նոր սերնդի բարձր որակավորում ունեցող մրցունակ մասնագետների պատրաստումից։ Գիտակցելով այս կարևորությունը եւ ձգտելով ոչ միայն սպառել, այլև ստեղծել մտավոր կապիտալ, Reopen Media-ն հիմնեց իր մեդիա ակադեմիան։ Լրագրողների պատրաստման մեր մոտեցումը համապարփակ է։ Մենք ոչ միայն բացահայտում եւ զարգացնում ենք երիտասարդ տաղանդներին, այլև ներգրավում ենք ոլորտի փորձառու լրագրողներին, ապահովելով գիտելիքի եւ փորձի փոխանցումը։ Այս սիներգիան թույլ է տալիս սերունդերի միջև կառուցել ամուր կամուրջ, որտեղ ավանդական լրագրության սկզբունքները զուգորդվում են ժամանակակից մեդիայի նորարարական գործիքների հետ։ Մեր խորին համոզմամբ ժամանակակից լրագրողը պետք է լինի հանրային պատասխանատվություն կրող մասնագետ փոխանցվող տեղեկատվության համար։ Այդ իսկ պատճառով ակադեմիայում սահմանել ենք բարձր մասնագիտական եւ էթիկական ստանդարտներ, ստեղծելով միջավայր, որտեղ գերակայում են քննադատական մտածողությունը, հասների բազմակողմանի ստուգման հմտությունները եւ տեղեկատվությունը հանրությանը մատչելի եւ անաչառ ներկայացնելու կարողությունը։ Սա պարզապես դասընթացների շարք չէ, այլ մի ամբողջական էկոհամակարգ։ Այն նպատակ ունի տրամադրելու խորը տեսական գիտելիքներ եւ ամենակարևորը՝ գործնական հմտություններ պատրաստելով նոր սերնդի լրագրողներին իրական մեդիա աշխարհի մարտահրավերներին։ Այժմ կտեսնենք, թե ինչպես է մեր ակադեմիան վերածվել ոչ միայն բովանդակություն ստեղծողի, այլև ոլորտում որակյալ կադրեր կրթող կառույցի։ Ով պիտի լինի միջազգային հայկական մեդիայի դեմքը։ Ինչ որակի ու տեսակի լրատվություն պիտի հաղորդի միջազգային մեդիայի տեղական թղթակիցը։ Կարիք կար նոր շունչ բերել դաշտ ու մենք հիմնեցինք լրագրողական սեփական դպրոցը։ 300-ից ավելի երիտասարդներ հայտ ներկայացրեցին միանալ մեր թիմին։ Նրանցից միայն 10-ը հնարավորություն ստացան անցնել բացառիկ լրագրողական կուրսեր, դառնալու Reopen Media-ի լրատվական բաժնի հիմնադիր լրագրող։ 6 ամիս տևած դասընթացներից հետո նրանք արդեն ոչ թե ուսանող, այլ լիիրավ աշխատակիցներ էին։ Մեր դպրոցը ոչ միայն կրթական հարթակ էր, այլև մեր ավելի երիտասարդ սերնդի հետ հարաբերվելու լավագույն միջոցը, վարակվելու նրանց համառությամբ ու նրանց համար հեռանկարներ ստեղծելու մեծ ճանապարհ հարթել։ Նրանք իրենց բազային գիտելիքներով քաղաքագետներ են, առավելագետներ, տնտեսագետներ, իրավագետներ եւ նրանց այդ բազային կրթությունը դառնալու էր լրագրողական դաշտում մասնագիտահեն տեղեկատվություն փոխանցելու հիմնարար միջոցը։ Կազմակերպության զարգացմանը զուգընթաց, երբ նրա նպատակները դառնում են ավելի հավակնոտ, իսկ գործունեության մասշտաբներն ավելի ընդգրկուն, անխուսափելիորեն առաջանում է նաև ենթակառուցվածքների ընդլայնման եւ արդիականացման անհրաժեշտություն։ Reopen Media-ի աճող թափն ու ստեղծագործական թիմի ընդլայնումը նոր պահանջներ դրեցին մեր առջև թե աշխատանքային միջավայրի, թե տեխնիկական հագեցվածության առումով։ Մեր կազմակերպությունը ձգտելով ապահովել բարձրորակ բովանդակություն, արտադրության եւ նորարար գաղափարների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, տեղափոխվեց նոր ժամանակակից գրասենյակային տարածք։ Սա ոչ միայն ֆիզիկական տեղափոխություն էր, այլև անցում որակական նոր մակարդակի, որը բացեց նոր հորիզոններ մեր թիմի եւ նախագծերի իրականացման համար։ Թիմը մեծանում էր աննախադեպ արագությամբ։ Առաջին գրասենյակն արդեն փոքրացել էր, պատերը սեղմում էին, իսկ գաղափարները աճում։ Շուտով մենք տեղափոխվեցինք մեր նոր, շատ ավելի մեծ գրասենյակ, որը ոչ միայն ուղղակի աշխատասենյակների հերթականություն էր, այլ բացառիկ հագեցվածությամբ տաղավարների ու տեսալսողական կոնտենտի ձևավորման համար նախատեսված ստուդիա։ Այստեղ մենք պիտի կերտենք մեր առնվազն 5-ամյա ռազմավարությունը։ Մեկ հարկի տակ հավաքվեցին ռեժիսորներ, խմբագիրներ, օպերատորներ, մոնտաժողներ, հնչյունային ռեժիսորներ ու սցենարիստներ, լուսավորողներ ու պրոդյուսերներ, նկարիչներ ու ադմինիստրատորներ, լրագրողներ ու բոլոր նրանք, որոնք պիտի դառնային առաջին հայկական միջազգային լրատվական գործակալության արյունատար անոթները։ Այս պահին արդեն Reopen Media-ն Հայաստանի ամենախոշոր ոչ պետական հանրային հեռուստաալիքներից մեկն է, որն ունի 50-ից ավելի աշխատակից ու հայտ է ներկայացնում ոչ թե մրցակցել բոլորի հետ, այլ համագործակցել հանուն հանրապետության։ Ամիսներ շարունակ ամբողջ թիմը չնայած զբաղեցրած դիրքին ու լիազորություններին ձևավորում էր Հայաստանի համար հեռուստատեսային բացառիկ միջավայր, որտեղ մասնագետը ոչ թե միջոց է, այլ արժեք։
ու այդ արժեքը պիտի դառնար լրատվադաշտը, վերափոխող, այնտեղ բեկում բերող աղբյուրը։ Ցանկացած մեդիա նախաձեռնության կյանքում գալիս է մի պահ, երբ երկարատև նախապատրաստությունները, տեսական գիտելիքներն ու մշակված գաղափարները պետք է իրենց մարմնավորումը գտնեն իրական բաց եթերում։ Սա ոչ միայն տեխնիկական պատրաստվածության, այլև թիմային համախմբվածության եւ պրոֆեսիոնալիզմի լրջագույն քննություն է։ Reopen Media-ի համար այդ բեկումնային պահը թեստային մեկնարկն էր, որը հնարավորություն տվեց ստուգելու մեր կարողություններն իրական ժամանակում եւ իրական մարտահրավերների պայմաններում։ Այժմ կվերապրենք այդ առաջին ուղիղ եթերների լարված, պատասխանատու, բայց միևնույն ժամանակ անչափ ոգևորիչ պահերը, որոնք մեր թիմի համար դարձան ոչ միայն տեխնիկական փորձարկում, այլև իսկական մարտական մկրտություն, ապահովելով մեր վստահությունը հետագա լայնածավալ գործունեություն ծավալելու հարցում։ 2025 թվականի ապրիլի 23-ը նոր ձևավորված մեդիա թիմի առաջին ծանր թեստի օրն էր։ Reopen Media-ի անձնակազմը 12-ժամյա ուղիղ եթեր ապահովեց լուսաբանելու ապրիլ 24-յան բոլոր կարևոր միջոցառումներն ու իրադարձությունները։ Առանց պաշտոնական մեկնարկի մեկնարկը արդեն տրված էր։ Սա բացառիկ ու կարևոր քայլ էր թիմի համար, հաշվարկելու կարողությունները, լրացնելու բացերը, շտկելու սխալները։ Թիմի աշխատանքի շնորհիվ թեստային եթերը օնլայն տիրույթում ապահովեց ամենամեծ դիտողականությունը, շրջանցելով անգամ փորձառու գործընկեր օնլայն մեդիաներին։ Միջազգային ասպարեզում մեր առաջին էքսկլյուզիվ հաջողությունը Հաագայի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հաղթանակած գործի բացառիկ լուսաբանումն էր։ Այդ օրերին Հայաստանը Հաագայում ներկայացված էր բացառապես Reopen Media-ի դեմքով։ 48 ժամում մենք ապահովեցինք ավելի քան 1.5 միլիոն դիտում ու անցկացրինք մի շարք կարևոր հարցազրույցներ հենց դատարանի շենքում։ Ի վերջո յուրաքանչյուր մեդիա կառույցի իրական ուժն ու հանրային արժեքը պայմանավորված են նրա ստեղծած բովանդակությամբ, այն տեղեկատվությամբ, վերլուծությամբ եւ հոգեվոր սննդով, որը մատուցում է լսարանին։ Reopen Media նպատակադրվել է որդեգրել բազմաշերտ, բազմաժանր եւ որակյալ բովանդակային քաղաքականություն, որը կբավարարի ժամանակակից պահանջները եւ ամենատարբեր հետաքրքրություններ ունեցող դիտողների կարիքները։ Այժմ հնարավորություն կունենանք ծանոթանալու Reopen Media-ի առաջարկելիք հաղորդումների եւ նախագծերի այն բազմազան աշխարհին, որոնք կոչված են լինելու ոչ միայն օպերատիվ տեղեկացնել, այլ խորքային վերլուծություններ տրամադրել, կրթել, մշակութային արժեքներ փոխանցել եւ իհարկե ոգեշնչել։ Սա ընդամենը նախնական հայացք է այն ամենին, ինչ սպասում է մեր եթերում։ Reopen Media-ի գերական նպատակներից մեկը բովանդակության բազմազանությունն է։ Ոչ միայն լուրեր, այլև հանրային դաշտը վերափոխող յուրահատուկ հեռուստանախագծեր։ Մեր ֆլագման նախագիծը «Բանամարտը» Հայաստանում նախադեպը չունեցող ռեալիթի շոու է, միտված բարձրագույն կրթության եւ երիտասարդ մտավորականության դերի բարձրացմանը մեր երկրում։ Մենք նպատակ ունենք ճանապարհ հարթել երիտասարդների համար, որոնք պատրաստ են զբաղվել գիտությամբ։ Պատրաստում ենք ժամանցային եւ կրթական հաղորդումներ, որոնց նպատակն է ոչ միայն տեղեկացնել, այլև հագեցնել մեր լսարանի գիտելիքները։ Ամեն հաղորդում սպասարկում է կոնկրետ ռազմավարական ուղղություն։ Առաջնային նպատակներից մեկը լրատվություն առաջին ձեռքից։ Մեր թղթակցական ցանցը ընդգրկում է ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհաքաղաքական մի շարք կենտրոններ։ Մեր հատուկ թղթակիցները ձեզ են ներկայացնելու համաշխարհային ու համահայկական կարևորության զարգացումները դրանց կիզակետից։ Մենք ողջունում ենք ձեզ տարբեր երկրներից։ Մենք ձևավորեցինք համահայկական լրատվական բազմալեզու միջազգային գործակալության շտաբ գրասենյակը։ Կենտրոնը Հայաստան, Երևան։ Ցանկացած հավակնոտ նախաձեռնություն, հատկապես մեդիա ոլորտում, որ գործում է մշտապես փոփոխվող եւ բարդ միջավայրում, շատ դժվար է հաջողել առանց հստակ տեսլականի եւ մանրակրկիտ մշակված ռազմավարության։ Ազգային ցանց հիմնադրամի կողմից ստեղծված Reopen Media-ն իր գործունեությունը կառուցելու է ոչ թե իրավիճակային լուծումների, այլ երկարաժամկետ նպատակների եւ սկզբունքային հիմքերի վրա։ Ինչն է առաջ մղում այս մեդիան, որն է այն մայրուղին, որով ընթանալու ենք առաջ, եւ ինչ արժեքներ են դրված այս աշխատանքի հիմքում։ Հաջորդիվ մենք կներկայացնենք հիմնակարային այն 4 ռազմավարական ուղղությունները, որոնք ոչ միայն սահմանելու են մեր առաքելությունը, այլև այն հստակ քայլերը, որոնցով հասնելու ենք մեր նպատակին, ծառայելով հանրությանը եւ նպաստելով պետականության ամրապնդմանը։ Մեր գործունեությունը հիմնված է 4 հիմնական ռազմավարական ուղղությունների վրա։ Առաջին ռազմավարական ուղղությունը խթանելու է հասարակության դիմակայունության բարձրացումը, մեդիա գրագիտության, քննական մտածողության եւ վերլուծական հմտությունների զարգացման միջոցով։
Երկրորդ ուղղությունը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը միջազգային ասպարեզում, ներկայացնելով մեր երկրի բազմաբովանդակ կյանքը եւ առավելությունները։ Երրորդ ռազմավարական ուղղությունը միտված է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը։ Մեր հարթակը դառնում է կամուրջ Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայերի համար։ Չորրորդ ուղղությունը նպաստում է հայ ժողովրդի հավաքական տրավմաների հաղթահարմանը։ Մենք հրավիրում ենք մասնագետների, ներկայացնում հաջողության պատմություններ եւ փնտրում լուծումներ։ Դուք վստահաբար արդեն գրեթե ամբողջական պատկեր կազմեցիք մեր մասին։ Հաշվի առնելով թե որքան անվստահություն կա լրատվադաշտի նկատմամբ, լինի տեղին թե անտեղի, մեր նպատակներից մեկն են քրչակել վերափոխել այդ դաշտը, վերափոխել մեր ուրույն կարողություններով, մասնագիտական ու էթիկական բարձր որակներով։ Այո, չլինել ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի խոսափող կամ բարձրախոս, այլ դառնալ հանրային գերակաշահի։ Հանրային գերակա հետաքրքրությունները սպասարկողը Հայաստանում ու Հայաստանի համար։ Մենք ծանր ճանապարհ ենք իրականացել։ Հայաստանի համար գուցե անհավանական։ Փոքրաթիվ անկախ մեդիաների շարքում մենք փորձելու ենք բավարարել ձեր տեղեկատվական պահանջները ու ձեր ձայնը հասանելի դարձնել ամբողջ աշխարհին։ Ձեր, այն է Հայաստանի Հանրապետության։ Չկա խնդիր մրցակցել ներսում, մեր խնդիրն է մեր դիրքերը ապահովել դրսում, ամրացնել դրանք։ Սա է մեր ու բազմաթիվ այլ մեդիաների տարբերությունը։ Գործել հանուն, ոչ թե ընդդեմ։ Ու այս առաքելությունից էլ բխեցնում ենք մեր նպատակը։ Ուր ենք հասնելու տարիներ անց։ Արդյոք կարողանալու ենք ապացուցել ձեզ, որ մեր մեդիան կարող է լինել կայուն, ինքնաբավ ու անկախ բոլոր տեսակ ճնշումներից ու ազդեցություններից։ Հենց դրան ենք մենք ձգտում։ Ուր ենք հասնելու, կպատմեմ հիմա։ Ուր է հասել Reopen Media-ն 5 տարի անց։ Reopen-ը 2030 թվականին լինելու է միջազգային մեդիա դաշտում իր հստակ դիրքավորումն ունեցող միջազգային լրատվական գործակալությունը, որի տեսանելիությունը հասու է 10 լեզուներով խոսող շուրջ 1 միլիարդ մարդկանց ամբողջ աշխարհում։ 2030 թվականին Reopen Media-ն ունի առնվազն 3 միլիոն մշտական բաժանորդ ու մշտական թղթակցային կետեր աշխարհի 10 երկրում։ Reopen Media-ն 2030-ին Հայաստանի հիմնական ձայնն է, Հայաստանի օտարերկրյա օրակարգերը սպասարկող հիմնական խողովակն ու միջազգային մեդիայում հանրապետության հիմնական պրովայդերը։ Արդեն 2025-ի մայիսի 28-ից եթեր են հեռարձակվելու միջազգային 3 լեզվով լրատվական վերլուծական թողարկումներ։ Մենք այժմ համագործակցության բանակցություններ ենք վարում միջազգային ամենախոշոր մեդիա կորպորացիաների հետ փորձի ու բովանդակության փոխանակման նպատակով։ Reopen Media-ն հայտ է ներկայացնում դառնալ հայկական օրակարգի մեդիա տարածման հիմնական օղակը համայն հայության համար։ Մենք ստանձնում ենք պատասխանատվություն մեր լսարանի, գործընկերների ու շահառու բոլոր կողմերի առաջ լինել առավելագույն անաչառ, լրագրողական ու լրատվական էթիկայի բոլոր կանոններին հավատարիմ, բազմաշերտ ու օբյեկտիվ մեդիա։ Մենք բացառում ենք Reopen Media-ի օգտագործումը որևէ այլ նպատակով, քան Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման, մեդիա թիկունքի ամրացման ու մեդիա գրագիտության բարձրացման համար։ Մենք հռչակում ենք Reopen Media-ն հանրային հետաքրքրություններ սպասարկող ռեսուրս եւ հանրային հարթակ բոլոր հայերի համար, լինի Հայաստանում, թե Սփյուռքում։ Reopen Media-ն Հայաստանի հանրության ու հայության բացառիկ սեփականությունն է, որը հիմնել են եզակիները, սակայն կայացրել բոլորի համար։ Դուք եք Reopen Media-ն։ Ձերն է Reopen Media-ն։ Reopen Media-ն ստանձնում է ամենակարևոր պատասխանատվությունը։ Մենք չենք ցանկանում պարտադրել ձեզ տեսակետներ, մենք չենք ստիպում ատել կամ սիրել որևէ մեկին։ Մենք չենք հավակնում դառնալ ձեզ կարծիք թելադրող։ Մենք խոստանում ենք այս ամենի փոխարեն տալ ընտրելու հնարավորություն, այդ ընտրության մեջ ազատ ու անկաշկանդ լինելու հնարավորություն։ Մենք լուսաբանում ենք, առաջարկում ենք, ներկայացնում ենք, քննարկում ենք, բայց ընտրում եք դուք։ Reopen Media-ն ընտրության ազատության ու դրա բացառիկ հնարավորության մասին է։ Այդ ընտրությունը լինելու է ձեր սմարթֆոններում, պլանշետներում, հեռուստաէկրաններին ամեն օր։ Reopen Media-ն ստեղծվել է պատմելու ձեր մասին ու ձեր համար։ Մենք սկսում ենք մեր աշխատանքները հանուն Հայաստանի Հանրապետության։